Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ, մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է, ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են, իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են, մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու, այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ։ Այս խոսքերը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասել է 1999-ի մայիսին Հայաստանի Հանրապետություն օրաթերթին տված հարցազրույցում։ Ով էր Վազգեն Սարգսյանը եւ ինչպես նա հայտնվեց 90-ականների քաղաքական թոհուբոհի ու պատերազմի թատերաբեմում։ Ֆիդայու մորուքով, հաստ հոնքերով, լայն ճակատով, խոժոռ խիստ հայացքով, խելացի աչքերով, նա կարծես գեղարվեստական կերպար լիներ, որն իջել էր դաշտենցի ռանչպարների կանչի կամ ռաֆու կայծերի էջերից։ Կարծես Սարոյան եղբայրների Գևորգ Սարոյանը կենթանություն էր առել ու եկել էր կիսատ գործն ավարտելու։ Այս վերջին մի քանի տարիներին մեր երկրում այնուամենայնիվ մեկ լավ բան եղել է։ Հայաստանում սկսվել է 90-ականների արդեն պատմական կերպարներ դարձած վառ անհատների եւ առաջին հերթին ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կերպարի վերարժևորման, գնահատման ու բյուրեղացման գործընթաց։ Վազգեն վերջին սպարապետը ֆիլմը առաջին ծնծաղիկն էր։ Ով էր Վազգեն Սարգսյանը եւ ինչ տեղ նա կգրավի հայոց նորագույն պատմության մեջ վերլուծաբանները, գրողները, պատմաբանները դեռ երկար են քննարկելու։ Այն ժամանակվա իրադարձությունների անմիջական մասնակից գեներալ լեյտենանտ Նորատեր Գրիգորյանցը պատմում է ոչ թե գեղարվեստական, այլ իրական դրվագներ Վազգենի կյանքից, թե ինչպես նա նշանակվեց Պաշտպանության նախարար, ի վերջո արժանանալով 20-րդ դարի հայոց վերջին սպարապետի պատվավոր կոչման։ Եվրոմեդիա 24-ին տված հարցազրույցում աֆղանական պատերազմի վետերան 1992-ից 95 թվականներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ լեյտենանտ Նորատեր Գրիգորյանցը պատմեց հետաքրքիր դրվագներ Վազգեն Սարգսյանի հետ շփումներից, շեշտելով, որ նա հզոր անհատականություն էր, հզորագույն հայրենասեր, որը պարզապես հոգի էր տալիս զինվորների համար։ Իսկ ինչպես են հանդիպել մեր պատմության այս երկու հերոսները։ Նորատեր Գրիգորյանցը, ինչպես հայտնի է, խորհրդային բանակի գեներալ է եղել։ 83 թվականից ծառայում էր ԽՍՀՄ գլխավոր շտաբում եւ հենց Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով նա 92 թվականի ամենածանր շրջանում մի քանի այլ հայազգի գեներալների հետ Ռուսաստանից գալիս է Հայաստան Արցախի ազատագրական պայքարը, երկրի պաշտպանությունն ու բանակի կազմավորման գործընթացը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով։ Ну, это начало августа было, по-моему, 92-го года. Вот такое. Уже Шушу взяли наши, там уже повстанцы действовали. Вот. И приехал в Армению, и меня встретили, привезли к Тер-Петросяну домой. Ну, где гостиница «Раздан», рядом его, если смотреть вход, слева там забор есть, на той стороне, там были Тер-Петросян, Вазген Саркисян и Ширханян от премьер-министра Багратяна, по-моему, да. Ну, они попросили, говорят, Урал Гойш, мы вас попросили, потому что надо спасать Карабах, ибо вот азербайджанцы развернули свою армию, и уже там бои идут, а там держатся федоины, повстанцы и так далее. Я говорю, вы знаете, надо спасать Армению, а не Карабах. Как? Карабах еще с повстанцами и федоинами разберутся. Но у противника есть замысел операции. Синче, план операции. По-русски называется замысел предстоящих действий. Я говорю, у него замысел такой. Захват Карабаха, захват Зангезура, соединение с Нахчеваном и наступать на Ереван. Это я с генерального штаба, я карту имею, я карту открываю. Да вы что, да, и что? Надо создавать армию для защиты Армении, ну и поддакивать помощь, конечно, карабахцам. А в Карабахе в это время Серж Саркисян, Бабаян, ну и другие, я не знал, они создали на каждом Мартунинском, Мардакеске, везде батальоны назывались и создали, как израильтяне, армия обороны Карабаха. Вот такое. И Армения давала военнообязанных, вот как бы менялись друг друга, помогали каким-то образом. Вот.
А там в основном карабахцы в основном это вот воевали. Это очень сильно, это люди, мужественные люди. Я в Афганистане таких людей видел. Именно афганский народ, горный народ, мужественный, крепкий, целенаправленный. Вот, а карабахцы вот такой народ. Вообще можно взять пример службы и войны карабахского народа. Նախագահի տանը տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը խնդրում է նորատեր Գրիգորյանցին ստանձնել պաշտպանության նախարարի պարտականությունները, բայց գեներալը պատասխանում է, որ նախարարի պաշտոնն իրեն շեղելու է քաղաքական հարցերով եւ ավելի ճիշտ կլինի, որ ինքը զբաղվի զուտ ռազմական գործերով եւ սկսի զինված ուժերի հայեցակարգի մշակումը։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում նորատեր Գրիգորյանցը առաջարկում է նշանակել իր կողքին նստած Վազգեն Սարգսյանին։ Так, он говорит, и что надо? Мы просим стать министром обороны. Я говорю, мне необходимости нет министром. Это будет мешать мне. Разве меня пригласили армию строить? А я знаю, как строит армию. Я прошел все должности, командные, штабные, вооруженных сил, и больше всех из наших армянских генералов воевал. Ну тогда кем же вас назначить? Я говорю, не знаю. Я говорю, а министром вот назначьте вот Вазгену Саркисяну. Он говорит, банчем Аскана. Я говорю, вы от имени народа и будете от президента. Как бы контроль, и всю политику, всех министров знаете, как кормить, как поить, как одевать. А все военное я буду организовывать, управлять, взаимодействовать, координировать и управлять. Если надо войной, и войной. Я имею опыт, и вы правильно меня взяли. Я не хвалюсь, но именно меня и так вы нашли правильно. Он говорит, я прошу вас стать министром обороны. Тер-Петросян, вот он живой свидетель. Я говорю, Левон Акопович, да, его имя, отчество. Я говорю, Левон Акопович, мне не надо быть министром обороны. Почему? Я говорю, я буду отвлекаться, политика, надо через ваших министров искать зарплаты, искать, кормить, чтобы армию, обмундирование, вещевое, снабжение. Ну, что мне делать нечего? Зачем тогда я сюда приехал? Мне же надо армию создавать. Готовит эта армия боевой политической подготовкой, готовит к войне, к отражению агрессии. А это целая наука, совершенная при том. А что делать? Ну вот, Вазген Саркисян, я слышал, что он федоинами занимается, Хамберов, там что-то вот такими командами. Ну вот, и пускай он будет министром, он будет заместителем Верховного ВАС в области народа, от народа это. А пока вот это федоины, мы будем создавать на научной основе армию. И этих федоинов тоже мы туда включим. Ну, он говорит, ну давай. 7 ամիս անց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նորատեր Գրիգորյանցը զեկույց է ներկայացնում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ խնդրում կրճատել ՀՀ զինված ուժերի հրամանատարի պաշտոնը գլխավոր շտաբի ձևավորման հանգամանքով պայմանավորված։ Իսկ մի քանի օր անց Վազգեն Սարգսյանը նշանակվում է պետնախարար, որը պետք է համակարգեր ուժային բոլոր կառույցները։ Դա արդեն 1993 թվականն էր։ Վազգենի խստության, նվիրվածության ու հայրենասիրության մասին լեգենդները մեր զրուցակիցը հաստատում է իր տեսած իրական դեպքերով։ Ասում է, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չաներ, կարող էր մրթին հասցնել։ Պատմում է, թե ինչպես է մի անգամ այդպես վարվել պաշտպանության նախարարության մոտ հավաքված վարորդներից մեկի հետ, ովքեր հրաժարվել էին զինամթերք տանել Լաչին։ Я говорю, Вазген Саркисян капитальный, мощнейший патриот армянского народа. Просто душу давал. И если кто-то ничего-то такого против, он дрался рукой, в морду бил. Оказывается, вот этот Саркисян, который из Лондона пришел, это пример мне, он тогда тоже его избивал когда-то, и тот ушел. Я попросил у Грачева, у нас же, я же когда приехал, у нас в Балаовите был арсенал 7-й армии советской, и его кто-то взорвал. У нас нет патронов, снарядов нету, все. И я через Грачева, ну, оттуда из друзей его 31-го корпуса Бакинского, беру колонны машин туда, Ленинакан, оттуда перегружали, мы к Лачине воевали и так далее, пока начали уже,
Так вот, вот в это время вот эти вещи и Вазген однажды ночью подъехали, и в Министерство обороны собрались водители, чтобы их отправить в Лачин. Около 10-12 машин с снарядами и так далее. Ну, мы до 2 ночи были с Вазгеном у себя в этом, там, да, и вышли, чтобы уйти по домам. Или я в гостиницу, в общежитие, а он к себе домой. И смотрим, там человек 20 вот этих водителей скандалят, а армяне кричат друг на друга, вот так, очень громко разговаривали. И вот 2 часа ночи, 1:30. Посмотрите, падает. Он же парона хар, где кинч, чен узум, вахенумен, чен узум, гнал лачин, из зинаматекнера, чен узум танел. Овчий узум. Один такой герой Советского Союза, есть узум. Ничего, Марсет узум. Убьют меня, тогда вы сделаете меня военным, чтобы мои люди получали за то, что это... Мы же идем во фронт. Должен СПС. И как ему врезал прямо по лицу. А я его оттянул. Вазген, вы же министр обороны, а мы че? И я его по шее прямо... Но он вот такой был. Он... Вообще-то он мощнейшая личность. Он ничего не понимал в военном деле, но он содействовал своим строгостью, а все подчинялись, федоины, все подчинялись ему. Վազգեն Սարգսյանի մասին այս պատմություններն իհարկե շատ են, բայց մի բան գեներալ Տեր Գրիգորյանցի համար միանշանակ է։ Վազգենը հզոր անհատականություն էր, հզորագույն չտեսնված հայրենասեր, որը պարզապես հոգի էր տալիս զինվորների համար։ Հարցին ինչպես էր նա ձեզ վերաբերվում, գեներալը պատասխանեց. նա ինձ ձեռքերի վրա էր տանում։ Вазген меня просто на руках носил. Он меня защищал головой. Он меня Ну, понимаете, они меня нашли. Он через Грачева обо мне. Откуда? И вдруг я самый, грамотный, и войну прошел, везде воевал. Такого генерала не было вот в то время. И сейчас нет армянских таких генералов. И с такими наградами у нас вы не найдете никого. Գիտեք, երբ գեներալ Տեր Գրիգորյանցը եկել է Երևան եւ իրեն խնդրել են լծվել զինված ուժերի կազմավորման գործին, նա հատուկ խնդրել է նախագահին ոչ աշխատավարձ տալ իրեն, ոչ զինվորական կոչում, ոչ շքանշաններ, ոչ էլ բնակարան, ու մոտ 3 տարի ապրել է Բաբայան 7 հասցեում տեղակայված հանրակացարանում։ Я говорю, только мне зарплату не давайте, я не нуждаюсь ни в воинском звании, ни зарплаты, ни орденов, ни медалей. И не квартире. Да, где мне жить? Вот общежитие, улица Бабаяна, дом 7. Գեներալին որևէ բան պետք չէր հայրենիքից, նա եկել էր տալու, ոչ թե վերցնելու։ Ահա թե ինչպիսին պետք է լինի բանակային իսկական գեներալի օրինակելի կերպարը։ Իսկ Վազգեն Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ու մյուս քաղաքական ղեկավարների ամենամեծ շնորհքը թերևս նման մասնագետներին գնահատելն ու ճիշտ մարդկանց ճիշտ տեղում նշանակելն էր։ Արամ Սարգսյան, Համլետ Սմոյան, Եվրոմեդիա 24